թափանցիկ պոլիմերային մեմբրանը փոխարինում է հողին։ Երիտասարդ սածիլների խիտ ընձյուղներն ամուր կարճում են պոլիմերային մեմբրանից։ Այս թաղանթի օգնությամբ կարելի է մշակաբույսերի մեծ տեսականի աճեցնել առանց հողի։ Բույսերը աննշմար ծակոտիների միջոցով ներծծում են պարարտանյութն ու ջուրը։ Մանրէները ճիշտ է բազմանում են պարարտանյութով հարուստ լուծույթում, բայց ծակոտիներն այնքան փոքր են, որ միջով չեն անցնում։ Այսպես աճեցվում է անվտանգ սննդամթերք։ Մեմբրանը պաշտպանում է վարակներից, ուստի ագրոքիմիկատներ օգտագործելու կարիք չկա։ Ջրի մատակարարումը կառավարելով հնարավոր է դառնում կառավարել նաև բույսերի աճը։ Առանց հողի մշակաբույսերի աճեցման նոր մեթոդն անմիջապես հետաքրքրություն առաջացրեց Դուբայում։ Այստեղ անապատի կենտրոնում նրանք լոլիկ են աճեցնում, ինչն ապացուցում է, որ մեմբրային գյուղատնտեսությունը հնարավոր է երկրի ցանկացած վայրում։ Ճապոնական պոլիմերային մեմբրանի տեխնոլոգիան խոստանում է հեղափոխություն կատարել նաև հեղուկի պահպանման հարցում։ Հատուկ պոլիմերային մեմբրաններից պատրաստված այս փաթեթը մի քանի անգամ բացելուց հետո էլ հեշտորեն վերադառնում է վակուումային վիճակին, ինչը հնարավորություն է տալիս մթերքը թարմ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ցանկացած վայրում ցանկացած մշակաբույս աճեցնելու գործընթացը հեշտացնելով եւ մթերքի պահպանման եղանակը փոխելով, ճապոնական այս նորարարական մեմբրանը կարող է օգնել աշխարհով մեկ լուծելու բազմաթիվ խնդիրներ։